Պարոն վարչապետ, դուք ձեր նախընտրական ծրագրում անդրադարձել եք եկեղեցու հետ կապված քաղաքականությանը ձեր, ֆիքսել եք այն, ինչ նախորդ շրջանում ասել եք, եւ կրկին շեշտել եք վեհափառի հեռացման ձեր պլանների մասին, բայց տեսեք դուք մշտապես մեր ասացին, որ դուք եկեղեցու դեմ եք քայլեր անում, դուք ասում եք ոչ, վեհափառի դեմ է այս ամեն ինչը, կաթողիկոսի դեմ, բայց ձեր քայլերը այդ մասին չեն խոսում, որովհետև դուք հայտարարում եք եկեղեցին հարգելու մասին, հոգևորականներին եկամուտների հայտարարագրման մասին, դուք նաև քրեակատարողական հիմնարկների եւ բանակում զինվորական կներեք հոգևոր ծառայության փոփոխության մասին եք, ձեր պատկերացման փոփոխության մասին եք խոսում։ Սա ընդհանուր թվում է թե կամ այդպես է ստացվում եկեղեցու ընդհանուր վերափոխման ծրագիր է։ Ինչպիսի եկեղեցի եք դուք ուզում ստանալ։ Որն է ձեր պատկերացրած հայ առաքելական եկեղեցին, եթե դուք ամեն ինչ եք փորձում փոխել այսօրվա հայ առաքելական եկեղեցում։ Սա առաջին հարց եւ երկրորդը, պարոն Փաշինյան, դուք քաղաքացիորը որոշել եք կրկին Ամիրյան փողոցում խորոված փարթի կազմակերպել։ Ինչ է ստացվում 8 տարի հետո դուք դեռևս հեղափոխական Փաշինյանն եք, հասկացաք, որ ձեր մեջ ավելի ուժեղը հեղափոխական Փաշինյանն է, այսինքն թե վարչապետ դառնալու այս ճանապարհին ձեր մեջ ամեն դեպքում հաղթեց այն հեղափոխականը, որը հիմա փողոցում էլի խորոված է անում։ Ես ճիշտ ասած զարմացած եմ, այդպիսի բան ա եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետքա խորոված չանել։ Կներեք, այդ թվում փողոցում, այսօր Հայաստանի Հանրապետության հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ։ Եվ դա միջոցառում է եւ կարծում եմ, որ հայաստանյան որևէ կարևոր իրադարձություն մեր ընտանիքներում ամեն դեպս ովքեր իրենց համարում են Հայաստանցի եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց ինքնության մաս է։ Ես չեմ պատկերացնում մի ընտանիք կամ մի շրջապատ, մի միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը։ Եվ այդ ընդհանրապես հետաքրքիր է, այդ ընդհանրապես ընդունված է եւ երկար ժամանակ ընդունված է եղել Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձությունները նշել քաղաքացու եւ մարդու ինքնազգացողության եւ ավանդույթի եւ ընկալումները շրջանցող ինչ որ միջոցներով։ Քաղաքացու օրը ամենայն հարգանքով, բայց մենք նաեւ պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք ինչն է խնդրեմը։ Այսինքն դուք ձեր տներում խորոված չեք անում, հարգելի ներկաներ։ Քաղաքի Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է եւ մենք եւ քաղաքի կենտրոնում էլ են իմիջիայլոց իսկ քաղաքացու օրը կարող են քաղաքացիները նաեւ փողոցում խորոված անել, ես դա բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում եւ դա մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է եւ փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է եւ կարող են լինել հանրապետությունում կան խորովածի փառատոններ տարբեր տեղերում։ Այսինքն ինչն է դիսկոմֆորտը։ Ասենք եթե ենթադրենք բան պատրաստենք, ինչ ասեմ, ինչ կա բան, ենթադրենք եթե բանի կրիվետկա պարտի անենք, կհասկանայի, կասեիք մի րոպե, բա մեր երկրի ինքնությունը, բա մեր ավանդույթները, այսինքն ինչն է խնդրեմը տեղ, ես լավ չեմ հասկանում։ Եվ նաև ինչ Ես ներկա եմ ամեն տեղ Հայաստանի Հանրապետությունում, ձեզ վաղուց ժամանակն է, որ դուք իմ ներկայությանը սովորած լինեիք։ Հայաստան, ես ներկա եմ ամեն տեղ, ես գինու միջոցառմանն եմ գնացել, ես տարբեր փառատոնների եմ մասնակցում, համերգների եմ մասնակցում, փակ եւ բաց դահլիճներում, այսինքն նորություն է ձեզ համար։ Ես օրինակ ֆեստիվալներին հիմնականում աշխատում միշտ չի ստացվում, աշխատում եմ ինձ համար միտեղ նստած մասնակցում եմ, Գյումրիում եմ մասնակցել, Իջևանում եմ մասնակցել եւ այդպես շարունակ, այսինքն գիտեք ինչ ես էլի եմ ասում, եթե ձեր ընկալումը, այստեղ խնդիրը պետության ղեկավարի մասին ընկալումների մեջ է։ Ինձ համար ղեկավարը այն մարդն է, ով մարդկանց հետ է, մարդկանց մեջ է, մարդկանց կողքին է։
Եվ ես հեղափոխական, այո, ես հեղափոխական եմ եւ ես այսինքն ոչ կաբինետն է իմ ընկալումները փոխել եւ ես կարծում եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում այո Հայաստանի Հանրապետությունը հեղափոխական փոփոխություններ է ապրել եւ ի հեճուկս բոլոր գնահատականներ փոփոխությունները եղել են դրական, ռազմավարական առումով դրական եւ ես չեմ սասանվի, չեմ երկմտի պաշտպանել այն փոփոխությունները եւ հեղափոխությունները, որոնք տեղի են ունեցել եւ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում